Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ Խաղը կկայանա մարտի 26-ին Աբու Դաբիում։ Մինչև այդ մարտի 29-ին մեր ազգային թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում մրցելով Բելարուսի հետ։ Ստյոպա Մկրտչյանը պաշտոնապես ներկայացվել է որպես Նյուրնբերգի ֆուտբոլիստ եւ առաջին մարզումն է անցկացրել։ Գերմանական թիմի սպորտային տնօրեն Յոտիե Խացիալեքսյունն էլ մեկնաբանելով տրանսֆերը նշել է, որ հայ ֆուտբոլիստը ձախլիկ կենտրոնական պաշտպան է օժտված անհրաժեշտ ֆիզիկական տվյալներով եւ համապատասխանում է իրենց բոլոր չափանիշներին։ Ստյոպան էլ իր հերթին նշել է, որ շատ ուրախ է տեղափոխության համար, քանզի սա հիանալի հնարավորություն է ուժերը փորձելու գերմանական ֆուտբոլում։ Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսն էլ Մյունխեն Գլադբախի Բորուսիայից տեղափոխվել է Բրաունշվեյգի Այնտրախտ, որը հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։ Հրանտ Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Կողմերի կնքած համաձայնագրում տրանսֆերի գնման իրավունք նախատեսված չէ։ Շատ ուրախ եմ Այնտրախտում նոր մարտահրավերի համար եւ ցանկանում եմ օգնել ակումբին հասնել այս մրցաշրջանի նպատակներին, ասել է Ռանոսը։ 19-ամյա հայ հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը տեղափոխվել է շվեդական Նորրչոպինգ, որը լքել է Շվեդիայի բարձրագույն լիգան եւ կխաղա երկրորդ լիգայում։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Ալեքսանյանը Շվեդիա է տեղափոխվել նորվեգական երկրորդ լիգան ներկայացնող Ուլկիսա ակումբից, որտեղ անցկացրել է տպավորիչ մրցաշրջան։ 2025 թվականին նա դարձել է 16 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ալբերտ Ալեքսանյանը ծնվել է Լատվիայում, ֆուտբոլիստի հայրը հայ է, իսկ մայրը լատվիացի։ Նշվում է, որ նա իրավունք ունի հանդես գալ Հայաստանի հավաքականներում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան հրապարակավ FIFA-ի նախագահին անվանել է բարոյական այլասերված։ Ուկրաինայի գլխավոր դիվանագետը X-ի գրառման մեջ այսպես է արձագանքել Ինֆանտինոյի առաջարկին վերացնել Ռուսաստանի դեմ սպորտային պատժամիջոցները։ Ապագա սերունդները սա կհամարեն ամոթ, որը հիշեցնում է 1936 թվականի Օլիմպիական խաղերի իրադարձությունները, գրել է Սիբիգան։ Ջանի Ինֆանտինոն ասել էր, որ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան պարտավոր է քննարկել ռուսական թիմերի համար միջազգային մրցաշարերին մասնակցելու արգելքի վերացման հարցը, քանի որ դա ապարդյուն է եղել։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։